Ինչպես հիշում եք, այդ հանձնաժողովի ստեղծման հիմքերից մեկը այն էր, որ եկեղեցում մասնավորապես Արշակ Սրբազանի շուրջ տեղի է ունեցել մի բարոյականության հետ առնչություն չունեցող իրադարձություն, որի վերաբերյալ վեհապարը համապատասխան արձագանք չի տալիս եւ դրա նպատակով իրենք այսպես միացան այդ կոչին եւ ստեղծեցին այդ հանձնաժողովը, որպեսզի բարեկարգեն եւ այլն։ Հիմա հաստատվեց, որ այդ տեսագրությունները կեղծված են եւ գոյություն չեն ունեցել օբյեկտիվ իրականության մեջ, ինչպես առաջին րոպեից պնդում էր Արշակ Սրբազանը։ Հետևաբար իմ մոտ այսպես հարց է առաջանում. այդ հանձնաժողովի գոյության իմաստը այլևս ո՞րն է, եթե այն ինչի շուրջ հավաքվել էին, դա հաստատվեց միջազգային փորձագետներով, հաստատվեց, որ դրանք իրականության հետ առնչություն չունեն։ Այս առումով երևի թե իրենք մտածեն մի քիչ, արդյոք այդ արհեստական հանձնաժողովների իմաստը կա թե չկա։ Սարոյանը ասել է, որ Բելգիայից իրենք ունեն Դե Սարոյանը ինչ ուզի կասի, Սարոյանը ազատ քաղաքացի է, հոգևորական էլ չի, որ այլևս ասեմ ամոթ, որ լինելով հոգևորական ստում է, ազատ քաղաքացի է, որոշակի կողմնորոշումներ ունեցող քաղաքական, ինչ ուզի կասի, եւ ունեն թող ցույց տան։ Բա ուրա, բայց այսքան ժամանակ ինչի չկա։ Նույնիսկ Հայաստանում չեն իրականացրել փորձաքննություն այս հարցերով։ Բա ուրա այդ փորձաքննությունը։ Ոչ մեկ չգիտի։ Հա, ես ուղղակի մի հատ իմ մոտ նշումներ ունեմ, տեսնեմ հաջորդիվ ինչ եմ ուզում ասեմ։ Հա, այս մասով ժողովուրդ, որ խոսեցինք այդ բարեկարգման, թե բարանորոգման հանձնաժողով, նաև այդ նախկին հոգևորականի մասով, ինչպես հիշում եք, անդադար պնդումներ կա, որ մենք այդ եզրակացությունը տարանք ցույց տվեցինք վեհապարին, եւ նա ոչինչ չարեց, եւ նա ծանոթ է այդ տեսագրություններին։ Ես Եթե անկեղծ չգիտեմ, հիմա կարող եմ այդ մասին ասել թե չէ, բայց շատ չմանրամասներով կասեմ, որ վեհապարը ծանոթ չի այդ փորձաքննությանը, որը որ քննչականն էր իրականացրել, հետևյալ պատճառաբանությունով, իր կողմից տված պատճառաբանությունով։ Իդեպ դա ինձ ասել, ես կարծում եմ կարող եմ դրա մասին բարձրաձայնել, որովհետև ի սկզբանե ներկայացնողին այդ նույն նախկին Գեորգ Սրբազանին, Արման Սարոյանին ասվել է, որ այդ եզրակացությունը քո ձեռքում չէր կարող լինել։ Եթե այդ փորձաքննության եզրակացությունը քո ձեռքում է անօրինական ճանապարհով, հետևաբար ես հրաժարվում եմ մասնակից լինել դրան եւ ծանոթանալ այդ փորձաքննությանը։ Այսինքն անօրինական եղանակով բերված փորձաքննությանը չի ծանոթացել։ Եվ հաջորդ հայտարարությունը, որ ուզում եմ անել, իմ նշած փորձաքննությունները իմ կողմից առանձին գրությամբ ուղարկվելու է նաեւ Մայրաթոր Սուրբ Էջմիածին, մասնավորապես հոգևոր խորհրդին, ինչու, որպեսզի նրանք ունենան իրականությունը, ունենան իրական փորձաքննությունները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննչական կոմիտեն փաստորեն մի քանի հոգևորականների եպիսկոպոսների միջոցով այդ իրենց կողմից կատարված եզրակացությունը փորձել էր Մայրաթոր ուղարկել։ Ուղղակի ուզում եմ իմանալ, որ նաև դա ուղարկելու եմ ես վեհապարին եւ Մայրաթորին ընդհանրապես բոլորի ծանոթացման համար։ Այդ հարցը։ Իսկ քննչական կոմիտե չէ ուղարկել, որտեղ կոմիտեն ասել էր, որ ոնց որ Կաղաբարստան եմ ասում, բայց այս փորձաքննությունները ձեր պատշաճ չեմ, որպեսզի Ես առաջի հարցին երևի դուք ուշ եկաք, դրա մասին խոսեցի։ Ես պատշաճության քրեական դատավարության շրջանակներում պատշաճության խնդիր չունեմ լուծելու։ Ես երբ որ այս փորձաքննությունները նշանակել եմ եւ ստացել եմ, դրա նպատակը որևէ եղանակով որպես ապացույց այն քրեական գործին կամ վարույթին չի վերաբերվում։ Ես բացարձակ ցանկություն չունեմ իրենց ներկայացնելու մի բան, որն իրենք պիտի արած լինեին, բայց մինչև հիմա չեն արել։ Ես ինձ սկզբից ասեցի, այս գործով մենք փաստացի, Արշակ Սրբազանը փաստացի ուժողի կարգավիճակ ունի։ Եվ հետևաբար մենք որևէ մեկին արդարացնելու միտում չպիտի ունենանք այս փորձաքննություններով։